Այդտեղ ինչ կարող է անել դպրոցը եւ ուսուցիչը, որպեսզի երեխայի համար ուսուցումը դարձնի գրավիչ։ Ակադեմիական գիտելիքը չէ, որ այդ ուսուցչին կարող է մեծատառով ուսուցիչ սարքել։ Երեխան չհասկանա կամ չգիտակցի ուսուցչի դերը դասարանում եւ պետք է տալ ապահովություն։ Կարևորը, երբ ուսուցիչը ինքը ունի այդ ցանկությունը առաջ գնա։ Ուսուցիչը առաջին հերթին պետք է լինի երեխայի ավագ ընկերը։ Առաջին հերթին երեխան նայում է իր ծնողներին, ընտրում ենք մեղավորներ այնտեղ, որտեղ ուղղակի դրանք չկան։ Ցայք հեռուստաընկերության եթերում կրթությունն այսօր ոդկասթի հերթական թողարկումն է։ Տաղավարում այս պահին կզրուցեմ Գյումրու TV 7-րդ հիմնական դպրոցի հայոց լեզու եւ գրականության ուսուցչուհի Վարդուհի Գևորգյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Գևորգյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար մեր տաղավարում եւ առիթից օգտվելով, քանի որ 3 հոկտեմբերի 5-ին ամբողջ աշխարհը տոնում է ուսուցչի միջազգային օրը, ուզում եմ ձեզ եւս շնորհավորել, մաղթելով լավագույնը եւ ցանկանալով ձեզ ել ավելի նոր բարձունքներ։ Շնորհակալ եմ։ Տիկին Գևորգյան, գիտեմ, որ դուք ունեք ամենաբարձր տարակարգը, 4-րդ տարակարգը եւ կուզենամ մեր զրույցը հենց այս կետից սկսել։ Ինչպես եղավ նախ, որ դուք որոշեցիք դառնալ մանկավար եւ ինչը ձեզ ստիպեց գնալ եւ հասնել ամենաբարձր տարակարգին։ Երևի սկսեմ ամենասկզբից, հետո նոր խոսեմ տարակարգի մասին, թե ինչ ինձ ստիպեց դառնալ ուսուցիչ, ինձ ոչինչ չի ստիպել, որ ես դառնամ ուսուցիչ։ Դա ստացվել է երևի գուցե ճակատագրի կամոք, գուցե իմ ուսուցչուհուն շատ սիրելու արդյունքում, պարզապես հասկացա, որ ես երեխաների շատ եմ սիրում եւ հասկացա, որ իմ կոչումը երեխաների կողքին լինելն է եւ նրանց հետ աշխատելը։ Չեմ փոշմանել այդ ընտրության համար եւ եթե ես տեսաժապավենի պես հետ տամ տարիները, ապա ու դառնամ նորից դպրոցի շրջանավարտ, նորից կընտրեմ ուսուցչի մասնագիտությունը, որովհետև այս ճանապարհը, որով ես անցել եմ եւ ելի անցնում եմ, պատկերացրեք, որ ինձ կատարելագործում է, ինձ մոտիվացնում է, ինձ ոգեշնչում է եւ ես գոհ եմ ճակատագրի ընձեռած այդ հնարավորությունից։ Տարակարգի մասին խոսելիս ես միշտ մտածել եմ, որ ուսուցիչը պիտի չսահմանափակվի այն ամենով, ինչը ինքը գիտի, ինչին ինքը տիրապետում է, ուսուցիչը պիտի աշխատի ամեն օր եւ պիտի աշխատի իր զարգացման վրա։ Եվ տարակարգին դիմելու թերևս պատճառներից մեկը հենց դա եղավ, ես ուզեցի, որ այն աշխատանքը, ինչ որ ես անում եմ դպրոցում, այդ աշխատանքը նաեւ որպես փորձ կիսվեմ այլ ուսուցիչների հետ, դա էր թերևս պատճառը, որ այն բոլոր տեսանկարահանումները, որ արվեցին դասերի ժամանակ, բոլոր այդ տեսադասերի ժամանակ կիրառվում էին մեթոդներ, որոնք որ մինչ այդ կիրառելի չեն եղել եւ դրանք նորություն էին։ Ես ճիշտ ասած տարակարգի դիմեցի իմ գործընկերուհիներից մեկի հետ, մեր դասվարներից Փարքիցյան Անահիտի հետ։ Մենք երկուսով անցանք այդ դժվարին ճանապարհը, ասեմ, որ հեշտ չէր, բայց արդյունքը շատ լավն էր եւ մենք կարծես այդ արդյունքից արժեր, որ մենք անցնենք այդ դժվարին ճանապարհը։ Մոտ 3 ամիս տևեց այդ բոլոր փաստաթղթերի կազմումը եւ գուցե եւ տքնաջան աշխատանքի գիշերները չքնելու արդյունք եղավ, բայց մենք կարողացանք, մենք դիմեցինք 3-րդ տարակարգ ստանալու համար, բայց այնքան մեր փաթեթը հաջող էր եղել, որ մեզ ուղղակի շնորհեցին 4-րդ տարակարգ, 4-րդ ամենաբարձր տարակարգ։ Կարծում սա լավագույնն է, ինչ կարող է ուսուցչի հետ տեղի ունենալ, որովհետև ինչպես դուք արդեն նշեցիք, զարգացող անդադ փոփոխվող աշխարհում շատ կարևոր է, երբ ուսուցիչը ինքը ունի այդ ցանկությունը առաջ գնալ եւ շատ լավ է, երբ դա գնահատվում է։ Եվ դա գնահատվում է եւ աշխատավարձի բարձրացման տեսքով եւ նրանով, որ ուսուցչի որակավորումը արդեն թե ինչ որակի այդ ուսուցիչը դրվում փորձարկվում է եւ անցնում է այդ փորձաշրջանը եւ տալիս է իր դրական արդյունքը։ Բայց պիտի ասեմ, որ առհասարակ ուսուցչին բնութագրելիս միայն գիտելիքը չէ, ակադեմիական գիտելիքը չէ, որ այդ ուսուցչին կարող է մեծատառով ուսուցիչ սարքել։ Ուսուցիչը պիտի իր տեղում լինի ոչ միայն այդ գիտելիքներով, այլ այդ ուսուցիչը պիտի լինի
առաջին հերթին մարդկային բարձր արժեհամակարգ կրող անձնավորություն, եւ այդ ուսուցիչը պիտի լինի այն մարդը, որը պիտի ավելի շատ վայելի հեղինակություն եւ նվազագույն իշխանություն, որովհետեւ այսօր աշխատել սերնդի հետ, այնպիսի մի սերնդի հետ, որի համար բաց են բոլոր գիտության բոլոր դռները ամենտեղ, արհեստական բանականության ներդրումը մի կողմից, համացանցի ընձեռած հնարավորությունները մի կողմից եւ այսօր աշակերտին զարմացնել գիտելիքով մի փոքր դժվար է, որովհետեւ աշակերտը այն ինչ որ դու իրեն փորձում ես տալ, ինքը կարող է եւ դրանից ավելը ստանալ այլ աղբյուրներից։ Այսօր ուսուցչի դերը մի փոքր ավելի ուրիշ է եւ այս հարթակը պիտի այն միջավայրը, որտեղ պիտի աշխատի ուսուցիչը, պիտի այդ միջավայրը պիտի լինի ապահովության, վստահության մթնոլորտ պիտի ստեղծի այդ ուսուցիչը, որպեսզի ստանա առողջ կրթական որակ։ Կարծում եմ, որ այսօր սովորողի համար ուսուցիչը պիտի լինի ուղղորդող, մոտիվացնող, ուղղորդող եւ նրա համար ճիշտ գիտելիքների աշխարհ ճիշտ դռները բացող։ Ուսուցիչը նաև պիտի կարողանա գտնել յուրաքանչյուր աշակերտի մեջ չբացահայտված այն ներուժը, որովհետև ես հավատում եմ եւ վստահ եմ, որ երևի չկա այդպիսի սովորող, որի մեջ չկա որևէ չբացահայտված տաղանդ։ Այ ուսուցչի խնդիրն է, որ ինքը պիտի կարողանա գտնել այդ սաղմը եւ դա կարողանա զարգացնել ամեն աշակերտի մեջ։ Եվ այն համագործակցությունը, որ պիտի լինի ծնող աշակերտ եւ ուսուցիչ այդ երանգյունու մեջ, այստեղ ուսուցչի դերը շատ կարեւոր է։ Իսկ Տիկին Գևորգյան, մենք նաև այս հատվածին անպայման կվերադառնանք, որովհետև շատ կարևոր թեմա ենք հիմա իրական մարզարցում, իսկ ինչքանով դուք կկապեք այս ամենը ատեստավորված ուսուցիչների կամ ատեստավորման process-ի հետ, արդյոք ատեստավորումը եւս ազդում է, որպեսզի քանի որ մենք անցնում ենք կրթական նոր համակարգի, որպեսզի ուսուցիչը լինի ոչ միայն գիտելիք փոխանցող, այլ ինչպես արդեն դուք ասացիք, այս պարագայում նաև ինքը ուղղորդող է, ավելի շատ ուղղորդման դեր ունի։ Արդյոք տարակարգ ունենալը, արդյոք ատեստավորման գնալը եւս նպաստում է, որպեսզի ուսուցիչը կարողանա իր դերը վերանայել։ Ուսուցչի կամավոր ատեստավորումը, կարծում եմ, պետության կողմից առաջին հերթին ներդրվեց, որպեսզի բարելավի ուսուցչի սոցիալական վիճակը, եւ դա մեր հանրապետության բավականին շատ ուսուցիչների մոտ այդ որակը բարձրացվեց։ Այդ աշխատավարձի բարձրացումը նաև նպաստում է նրան, որ ուսուցիչը իր աշխատանքը կատարելիս իրեն ավելի այդ աշխատանքը ավելի արժևորված զգա, որովհետև գիտենք տարիներ շարունակ, գուցե շատ երկար տասնամյակներ շարունակ ուսուցիչը կատարել է շատ մեծ աշխատանք եւ դրա դիմաց գիտենք ստացել է շատ փոքր վարձատրություն։ Այսինքն չի ստացել այնքան, որքան ինքը աշխատել է եւ որքան արժանի է եղել ստանալու։ Այսօր այդ կարծրատիպերը մի փոքր սկսել են կոտրվել, որովհետև ուսուցիչները սկսել են բարձր վարձատրվել։ Ատեստավորումը ինքը իրենից ներկայացնում է ուսուցչի գիտելիքների ստուգում։ Ուսուցիչը ինքը պետք է նախաձեռնող լինի, որ ուզենա տեսնել իր գիտելիքները ինչպիսին են։ Հիմա եթե ես իմ օրինակով ասեմ, ես 2 անգամ եմ անցել կամավոր ատեստավորումը, երկուսն էլ բավականին բարձր միավորներով նույնիսկ կարող էի չմասնակցել, բայց մասնակցել եմ ուղղակի ինքս ինձ ստուգելու համար։ Ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց ինձ մոտ այդ process-ը, երբ որ արդեն անցավ համակարգչային կերպով, այդ թեստերի լրացումը։ Այս տարի նույնպես գրանցվել եմ, այս տարի եթե Աստված հաջողի կփորձեմ այս տարի էլ մասնակցել ու կարծում եմ, որ դուք ճիշտ եք նշում, որ միայն ատեստավորումը եւ միայն տարակարգը, որոնք ավելի շատ ուսուցչի գիտելիքների մասին են խոսում, եթե ուսուցիչը անցնում է այս ամենը, ուսուցիչը ես արդեն իմ խոսքում ասացի, որ դրանք քիչ են միայն լավ ուսուցիչ լինելու համար, որ ուսուցիչը առաջին հերթին պետք է երեխային սովորեցնի սիրել սովորելը։ Այսօրվա դժվարին մարտահրավերների առջև կանգնած երեխան, որ վաղը պիտի դառնա մեր երկրի ապագան, մեր երկրի գիտնականը, բժիշկը, ուսուցիչը, այդ երեխային պետք է ուղղակի թևեր տա այն ուսուցիչը, որը պարտավոր է իր վրա պարտավորվածություն է վերցրել այդ երեխային հասցնելու իր նպատակին։
Գյումրու թիվ 7 դպրոցի, այսինքն այն դպրոցի, որտեղ ես եմ դասավանդում, կարգախոսն է երազիր, սովորիր եւ նվաճիր։ Այսինքն, եթե երեխան ունի երազանքներ, ուսուցիչը իր առջև պետք է խնդիր դնի երեխային հասցնելու այդ երազանքին։ Երեխային այդ երազանքին հասցնելու համար նրան պետք է տալ գիտելիք, պետք է տալ վստահություն եւ պետք է տալ ապահովություն, որ երեխան հասկանա, որ այն գիտելիքը, որ ինքը ստանում է իր ուսուցչից, դա իրեն հասցնելու է այն երազանքին, որն ինքն իր առջև դրել է։ Տիկին Գևորգյան, ես կուզեի ձեզ հարցնել իրականում մի փոքր բարդ տեսա, որովհետև թերևս ավելի երիտասարդ ուսուցիչները ավելի արագ են սա անցալում, բայց ավագ սերնդի մոտ թերևս կան այն մտավախությունները, որ եթե միայն սոսկ գիտելիք փոխանցողի կարևորագույն դերակատարությունը, այսպես ասած, ուղղահայաց ուսուցումը տեղի չի ունենում, ապա մենք այստեղ մի թեթև կարող է օրինակ խնդիրներ ունենանք այն առումով, որ երեխան չհասկանա կամ չգիտակցի ուսուցչի դերը դասարանում։ Արդյոք դուք սրա հետ համամիտ եք եւ ըստ ձեզ օրինակ, երբ ուսուցումը տեղի է ունենում ավելի ջերմ մթնոլորտում, երբ ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլ նաև ուղղորդող է, այլ նաև ինչ որ միտեղ ընկեր է աշակերտներին, ավելի բացում է երեխային եւ ավելի ստեղծում է այն ջերմ մթնոլորտը եւ ապահով մթնոլորտը, որտեղ ինքը կարող է ինքնաարտահայտվել։ Ես մտածում եմ, որ ուսուցիչը առաջին հերթին այն օրինակն է, որին նայելով աշակերտը պատկերացնում է, թե ինչպիսին պիտի լինի ինքը ապագայում։ Այդ ուսուցիչը պիտի իր մեջ կրի պատասխանատվության, պարտաճանաչության, մարդասիրության բարձր որակներ եւ հավատացեք, աշակերտը այն անաչառ քննիչն է, որը նայելով ուսուցչին կարող է հասկանալ ուսուցիչը իր մեջ կրում է այդ որակները, թե ոչ։ Երեխաները շատ զգայուն են այս հարցում, ինչպես նաև նրանք շատ զգայուն են, թե ուսուցիչը տիրապետում է գիտելիքների, թե ոչ։ Դրա համար պատահական չէ, որ երբ ասում են ուսուցչին գնահատելու համար, պետք չէ նրան տալ տարատեսակ թեստեր, քննություններ եւ այլն։ Բավական է մտնել դասարան ու ուղղակի կարծիք հարցնել տվյալ ուսուցչի մասին։ Երեխաները այնքան ճիշտ կբնութագրեն այդ ուսուցչին եւ նրա մարդկային որակները եւ նրա գիտելիքները։ Այսինքն պետք է առողջ սերունդ դաստիարակելու, կրթելու եւ դաստիարակելու համար պետք է ստեղծել առողջ կրթական մթնոլորտ։ Եվ այդ առողջ կրթական մթնոլորտը պետք է առաջին հերթին հիմնված լինի սիրո, տիեզերք լցնելու չափ սիրո եւ վստահության վրա։ Ուսուցիչը անգամ եթե ունի խնդիրներ, այդ խնդիրները պիտի թողնի դրսում այն բանից հետո, երբ բռնում է դասարանի բռնակը եւ դուռը բացելով մտնում է ներս։ Դա պիտի լինի մի ուրիշ աշխարհ եւ այդտեղ իրեն նայող այդ բոլոր երեխաների աչքերը պիտի վստահությամբ լցված լինեն, որ իրենց առջև կանգնած է ներշնչող, իրենց ուժերին հավատացող եւ իրենց դեպի ճիշտ ճանապարհ տանող ուսուցիչ։ Տիկին Գևորգյան, այժմ մենք շատ ենք լսում տարատեսակ կարծիքներ այն մասին, որ համացանցի ազդեցությունը, ինչպես արդեն նշեցիք, տարբեր խաղեր կամ արհեստական բանականության արկայության պարագայում այսօր երեխաները դարձել են մի փոքր ավելի քիչ մոտիվացված, դարձել են ավելի, այսպես ասենք, անհետաքրքիր։ Արդյոք դուք համակարծիք եք այս խոսույթների հետ եւ եթե վերցնենք օրինակ, որ այո, երեխաները հիմա դարձել են բավականաչափ անհետաքրքիր, այստեղ ինչ կարող է անել դպրոցը եւ ուսուցիչը, որպեսզի երեխայի համար ուսուցումը դարձնի գրավիչ։ Տեսեք, այսօրվա պայմաններում կազմակերպել լավագույն կրթություն բավականին դժվար է եւ առաջին հերթին պետք է ամեն ինչ կարեւոր է, ամեն մանրուք կարեւոր է։ Նույնիսկ այն միջավայրը, որտեղ պիտի կազմակերպվի այդ ուսուցումը։ Անցել է այն տարաշրջանը, երբ կավիճով եւ գրատախտակով կարելի էր երեխային բան բացատրել, ինչ որ բան ասել եւ երեխան դրանից կարող է ոգեշնչվել կամ կարող է դա իր համար դառնալ զարմանալի ինչ որ բան։ Հիմա անցել են այդ ժամանակները, որովհետեւ այո, դուք ինչպես ճիշտ նշեցիք, համացանցի տեղեկատվության բաց այս տիրույթում շատ դժվար է կազմակերպել ուսուցում։ Այդ ուսուցումը կազմակերպելու լավագույնս կազմակերպելու համար պիտի անգամ այն դասասենյակը, որտեղ դա կազմակերպվում է, պիտի լինի տեխնիկապես հագեցված, որտեղ ամեն ինչ կարևոր է, եւ այդ տեխնիկապես հագեցվածությունը, եւ դասավանդելու մեթոդները առիթից օգտվելով կուզենամ օրինակը բերել մեր դպրոցի համար
կառավարության որոշմամբ նախատեսված 300 դպրոցների վերանորոգման դպրոցների շրջանակում նաև ընդգրկված է Շահառուի նաև Գյումրու թիվ 7-րդ դպրոցը եւ այսօր վերանորոգման աշխատանքները շարունակվում են, ունենալու ենք գերժամանակակից, այսպես ասած, գերժամանակակից դպրոց, լավագույն հնարավորություններով, լավագույն դասասենյակներով, ամեն ինչ լինելու է նոր չափանիշներին, կրթության նոր չափանիշներին համապատասխան, եվրոպական չափանիշներին համապատասխան, մենք ունենք փայլուն ուսուցիչներ եւ ատեստավորում անցած եւ տարակարգ ունեցող ուսուցիչներ, այստեղ մեզ պետք է մի փոքր տեխնիկական վերազինում եւ դա մենք ապագայում կունենանք։ Եվ սա անգամ մեզ ուսուցիչներիս է շատ ոգևորել, պատկերացնում եմ, թե ինչքան ոգևորություն կապրեն նաև երեխաները։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել առիթից օգտվելով այն բոլոր ծնողներին, ովքեր հավատացին մեզ, վստահեցին մեզ, անցնում են ժամանակավոր այս դժվարությունների միջով, փորձությունների միջով եւ դրանով եւս մեկ անգամ ապացուցելով, որ ինչքան շատ վստահություն ունեն մեր նկատմամբ, ինչքան սեր են տածում մեր նկատմամբ եւ նույնպես մեզ հետ սպասում են, որ ապագայում մենք տեղափոխվելու ենք եւ ունենալու ենք շատ լավ դպրոց։ Հուսանք, որ մոտ ապագայում արդեն 7-րդ դպրոցը կլինի վերակառուցված եւ վերազինված, ինչպես դուք եք ասում, եւ այո, նաեւ ծնողների համար շատ կարեւոր է, թե իրենց երեխաները ինչ մթնոլորտում ու ինչ կահավորված դպրոցում են հաճախում, եւ հետ վերադառնալով մեր զրույցի թերևս առաջին հատվածին, մենք արդեն խոսեցինք մի փոքր այն մասին, որ շատ կարեւոր է կրթական process-ում նաեւ ներգրաված լինելու ծնողների փաստը։ Ինչպիսին կգնահատեիք այսօր ուսուցիչ, ծնող, երեխա փոխհարաբերությունները եւ արդյոք շատ կարեւոր է, որ ծնողը անմիջական ներգրավվածություն ունենա կրթական process-ին կամ դպրոցի կյանքին։ Անշուշտ ծնողը նույնպես պետք է ներգրավվածություն ունենա կրթական process-ին, որովհետեւ արդեն նշեցի, որ երեխա, ծնող եւ ուսուցիչ այդ համագործակցության, լավագույն համագործակցության արդյունքում է լինում լավագույն կրթություն։ Իմ վստահաբար իմ կարծիքն է, որ այսօր աշակերտը, որը դուրս է գալիս տնից, առաջին հերթին նրա դաստիարակության առաջին սաղմերը պետք է դրված լինեն տանը եւ ընտանիքում։ Ուսուցիչը հասկանում ենք, որ միայն կրթողը չէ։ Ես վստահ եմ, որ ուսուցիչը նաեւ դաստիարակողն է այդ երեխային, բայց շատ տեղերում այդ երեխայի մոտ այդ դաստիարակությունը պիտի գա հարաբերվելու մշակույթը, շատ հարցեր պիտի կան անմիջապես ընտանիքից, ծնողից։ Եվ երբ որ ծնողը համագործակցում է ուսուցչի հետ, երբ որ տանը բարձրացվում է ուսուցչի դերը եւ խոսվում է ուսուցչի նկատմամբ բարձր հարգանքով, երեխան այդպես էլ տրամադրվում է ուսուցչի նկատմամբ։ Այսօր ուսուցիչը պետք է կարողանա այնպես անել, որ աշակերտը ոչ միայն գիտելիք պիտի ստանա, այլև պիտի ստանա այնպիսի դաստիարակություն, որ վաղ կարողանանք մենք ունենանք լավագույն մարդու մոդելը, այսպես ասած, լավագույն վարքագծի մոդելը պետք է ձևավորի, բայց այդ մոդելը ձևավորելու համար շատ կարևոր է նաև ծնողի դերը։ Եթե ծնողը ամեն ինչի մեջ տեսնի թերություններ, միայն խոսի իրավունքների տեսանկյունից ոչ թե պարտականությունների, եթե անընդհատ թիրախավորի ուսուցչին, այս դեպքում աշակերտը կկորցնի վստահությունը ուսուցչի նկատմամբ եւ շատ հաճախ դա անմիջապես կազդի ոչ միայն ուսուցման որակի վրա, այդ երեխայի կրթության որակի վրա, այլև առհասարակ մարդ դաստիարակելու չափանիշի վրա։ Կարծում եմ երբեմն ծնողները երեխաների ապագայի հանդեպ տածած իրենց մտավախությունների պատճառով շատ են թիրախավորում ուսուցիչներին, բայց առիթից օգտվելով նաև երկու կողմում եղած որպես մարդ, այսինքն եւ ծնող եւ դասավանդող, ես կուզենայի, որ մեր ծնողները պարզապես ֆիքսեին մի պարզ փաստ, որ երբեմն տանը անգամ 2 կամ 3 երեխաների առկայության դեպքում հենց ծնողի համար շատ բարդ է լինում, օրինակ
ինչ որ խտիրներ հարթելը եւ բարդ է լինում երեխաների հետ ինչ որ փոխհարաբերվելը, բայց այնուամենայնիվ այն ժամանակահատվածը, երբ երեխան անցկացնում է դպրոցում ու նույնիսկ եթե ինչ որ թեթև խոսակցություն է եղել երեխայի եւ ուսուցչի միջեւ, պարտադիր պետք չէ թավերագրել, որ կա թիրախավորված կամ անձնավորված ինչ որ երևույթ երեխայի հանդեպ։ Եվ նաեւ այստեղ շատ կարեւոր է, ես կուզենայի ծնողները մի պահ գիտակցեին, որ դպրոցը կրթատասդիարակչական կառույց լինելով հանդերձ նաև ապակայի համար է պատրաստում երեխաներին եւ այն փոխհարաբերությունները, որը ինքը ունենում է դպրոցում, պետք է լինեն շատ այսպես կայուն եւ երեխան ինքը պետք է կարողանա նաեւ գիտակցի իր իրավունքները, գիտակցի իր պարտականությունները, որը մենք անդադ խոսում ենք երեխայի իրավունքների մասին, բայց մոռանում ենք, որ նաեւ ինքը ունի պարտականություններ, սովորելով հանրակրթական դպրոցում։ Եվ ես կուզեի մի փոքր խոսել այն մասին, թե արդյոք ուսուցիչ եւ աշակերտ փոխհարաբերությունների մեջ ինչ սահմաններ կան եւ ինչպես պետք է ուսուցիչը փոխհարաբերվի աշակերտի հետ։ Ուսուցիչը առաջին հերթին պետք է լինի երեխայի ավագ ընկերը։ Երեխան չպետք է վախենա կամ չպետք է կոմպլեքսավորվի, բարդույթավորվի իր կարծիքը արտահայտելուց։ Եվ երբեք չպետք է մտածի, որ ինքը սխալ կարծիք է հայտնում, որովհետև իրականում չկան սխալ կարծիքներ։ Երեխան պետք է, աշակերտը պետք է վստահ լինի, որ իր առջև կանգնած է անհատ, որը իրեն միայն ճիշտ ուղղորդող է լինելու, չի խաբելու ոչ մի տեղ եւ նրան չի տանելու այն ճանապարհով, որը նրա համար կարող է խոտոր լինել։ Նա պետք է վստահ լինի, որ իր հոգևոր աճի համար ինքը պետք է շնորհակալ եւ երախտապարտ լինի ուսուցչին, առաջին հերթին ուսուցչին։ Մենք այսօր ապրում ենք այնպիսի մի հասարակությունում, երբ շատ հարցեր ուղղակի ծայրահեղականացվում են։ Շատ տեղեր են լինում, երբ որ մենք փնտրում ենք մեղավորներ։ Չենք նայում հայլուն եւ չենք տեսնում իրական մեղավորին։ Փնտրում ենք մեղավորներ այնտեղ, որտեղ ուղղակի դրանք չկան։ Եվ շատ հաճախ այդ դատապարտյալի աթոռին հայտնվում է ուսուցիչը, եւ երբ որ երեխան ինչ որտեղ ունենում է անհաջողություն, մտածում ենք, որ դա երևի թե ուսուցչի թերացումն է, ուսուցչի մեղավորությունն է, բայց չենք մտածում, որ իսկ մենք ինչ ենք արել, որպեսզի այդ թերացումը չլիներ։ Մենք տանը փորձել ենք սերմանել գրքի նկատմամբ, մենք փորձել ենք սերմանել սովորելու նկատմամբ, թե մենք ուղղակի թույլ ենք տվել, որ այդ ծանրագույն բեռը իր վրա կրի միայն դպրոցը եւ կրի միայն ուսուցիչը։ Թե մենք թույլ ենք տվել, որ ապագայում լավ երեխա ունենալու, լավ մարդ մեծացնելու համար այդ ամբողջ պատասխանատվությունը պիտի ընկնի ուսուցչի վրա։ Ոչ, այդ պատասխանատվությունը պետք է ընկնի ոչ միայն ուսուցչի, այլև ծնողի վրա։ Ծնողը ինքն էլ պետք է փորձի գտնել այն բոլոր ճանապարհները եւ անգամ կարող է համագործակցել ուսուցչի հետ, հասկանալ որտեղ է թողել այն բացը, որ այսօր իր երեխան օրինակ, ասենք, կորցրել է ուսման նկատմամբ, սովորելու նկատմամբ հետաքրքրությունը։ Կարծում եմ, որ այստեղ այդ համագործակցությունը պետք է այնքան սերտ լինի, որ անգամ աշակերտը պետք է չզգա, թե ինչպես եղավ, որ տանը եւ դպրոցում իրենից սպասեցին կամ իրենից ուզեցին, որ ինքը անի միևնույն բանը։ Այսինքն, երբ որ այդպես է լինում, երբ որ երեխան հասկանում է, որ եւ տանը եւ դպրոցում իրենից սպասում են եւ որ ինքը պետք է անի այն, ինչ որ պիտի անի, ուրեմն երեխան կանի դա։ Իսկ եթե տանը ասեն մի ուրիշ բան, դպրոցում ուսուցիչը ասի մի ուրիշ բան, երեխան բնականաբար շատ դեպքերում անում է այն, ինչ իրեն ասում են տանը։ Այսինքն ավելի շատ ուղղորդող լինում է, ամեն դեպքում լինում է ծնողը։ Ամեն դեպքում կարծում եմ տանը անցկացրած ժամանակը շատ ավելին է եւ բնականաբար առաջին հերթին երեխան նայում է իր ծնողներին, ընտանիքի անդամներին եւ մի փոքր էլ զրուցենք աշակերտների մասին։ Ինչպիսին է այսօրվա աշակերտը, արդյոք ինքը պատրաստակամ է սովորելու եւ արդյոք սովորելուց զատ օրինակ ինքը գիտակցում է, որ նաեւ քաղաքացի է եւ դպրոցի կյանքին ինչքանով է մասնակցում, դասերից զատ հաճախում է արդյոք խմբակների կամ տեսնում եք օրինակ ձգտում երեխայի մեջ, որ ինքը դառնա դպրոցի մի մասնիկ։
Զարմանահրաշ սերունդ ունենք, ոսկի սերունդ ունենք, պարզապես պետք է կարողանալ յուրաքանչյուրի մեջ զարգացնել, աճեցնել այն չբացահայտվածը, որը կա նրա ներսում։ Ինչպես դա անել, Տիկին Գևորգյան։ Դա անելու համար հմուտ ուսուցիչը կկարողանա դա գտնել։ Հմուտ ուսուցիչը կկարողանա գտնել, ով կարող է իր սովորածը, յուրաքանչյուր աշակերտ իր սովորածը ինչպես կարող է կիրառել կյանքում, ինչպես կարող է ստեղծագործել, ինչպես կարող է վերլուծել, ինչպես կարող է կիրառել իր իմացածը կյանքում։ Շատ են եղել դեպքեր իմ պրակտիկայում, երբ որ աշակերտ, որին թվացել է, թե ինքը թույլ, միջինից թույլ կարողություն ունեցող տղա աշակերտ է, բայց ես կարողացել եմ հասնել նրան, որ ինքը հասկացել է, որ ինքը միայն թույլ կարողությունների տեր աշակերտ չէ, ինքը տաղանդավոր տղա է եւ ինքը իր տաղանդը կարող է ներդնել, ենթադրենք ինչ-որ մի արհեստի մեջ։ Ես ունեցել եմ աշակերտ, առիթից օգտվելով կուզեմ, այս դեպքը հիշեցի, կարծում եմ ավելի անմիջական է լինում, երբ որ քո պրակտիկայից ինչ-որ բան ես պատմում։ Երբ որ ես դաս էի պատմում, նոր դասն էի ներկայացնում, ինքը անընդհատ զբաղված էր եւ ես տեսնում էի, որ ինքը զբաղված էր ինչ-որ բանով։ Ես չուզեցի ստիպեի, որ ինքը ինձ լսեր, բայց միաժամանակ տեսնում էի, որ ինքը ինձ լսում է։ Երբ որ դասը ավարտվեց, մոտեցա, տեսա, որ ինքը մատիտով ինձ էր նկարել։ Շատ տիպիկ էր նկարել եւ շատ հաջողված նկար էր ստացվել։ Երբ որ ես իրեն ասացի, թե սրանով էր զբաղված, այսինքն ինձ չէր լսում, ինքը ասաց, ուզում եք բառ առ բառ ձեր պատմածը վերադարձնեմ ձեզ։ Ու հասկացա, որ այս երեխան միայն նկարելու շնորհք չունի, այս երեխան ունի նաև ինչ-որ բան անելու հետ մեկտեղ, լսելու եւ այդ լսածը վերարտադրելու կարողություն։ Մենք հասանք նրան, որ արդեն երբ որ ես դնում էի բաց դասեր, ինքը գալիս ինձ ասում էր, կարող եմ ես ձեր ինչ-որ մի թեմա տվեք, ես ուզում եմ դրա վերաբերյալ նկար փորձեմ անել։ Ես ներկայացնում եմ իմ թեման, ասում եմ մնացածը ստեղծագործիր դու։ Եվ ինքը անում էր, այսինքն բերում էր այնպիսի նկարներ, որոնք ինձ զարմացնում են։ Արդյունքում մենք ունեցանք շատ լավ ոսկերիչ, մենք ունեցանք շատ լավ նկարիչ, այս մի մասնավոր դեպքը ես ձեզ պատմեցի, այսինքն ինքը ինձ ասում էր, ես չգիտեի, որ ես կկարողանամ հասնել նրան, բայց դուք այնպես արեցիք, որ դուք ինձ թևեր տվեցիք, այն որ դուք այդ նկարը տարաք եւ փակցրեցիք ձեր տանպատին, դա ինձ թևեր տվեց եւ դա ինձ ներշնչեց, որ ես հաջողված նկարիչ եմ, ուրեմն եթե այդ նկարը դուք չծաղրեցիք եւ չզայրացաք դրա համար։ Այնպես որ կարելի է գտնել այն, փոքրիկ մեխը, որ այդտեղից կարելի է բռնել եւ այդտեղ կարելի է աշխատել եւ կարելի է այդ երեխային հասցնել նրան ինչին, որ ինքը թերևս եթե այդ ուսուցիչը չլիներ, ինքը չէր էլ իմանա, որ ինքը իր մեջ կրում է այդ բոլոր մեծ կարողությունները։ Այլ կերպ ասած, ուսուցիչը նաև բացի դասավանդող լինելուց, նաև ինչ որտեղ կերտում է աշակերտի ապական, թե ինչպիսին ինքը կլինի կոմպլեքսավորված, կլինի հաջողակ, կլինի վախվորած։ Ինչքանով է հեշտ Տիկին Գևորգյան դասարանում նկատել բոլորի անհատական որակները եւ կարողանալ իրենց ճիշտ ուղղորդել եւ պրակտիկայում արդյոք ուսուցիչը հենց հաջողում է այն ժամանակ, երբ կարողանում է անհատապես իդենտիֆիկացնել իր յուրաքանչյուր աշակերտի ներքի կարողությունները։ Յուրաքանչյուր աշակերտի ներքին կարողությունները գտնելը հեշտ չէ, բայց անհնարել չէ, որովհետև այդ կարողությունները աշակերտը կամա թե ակամա ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի ինքը չի կարողանում ի ցույց չդնել։ Այդ կարողությունները մի օր ինչ-որ մի կերպ կերևան եւ ուսուցիչը այս հմուտ ուսուցչի որակն է դա, հենց որ ուսուցիչը պետք է կարողանա այդտեղից սկսել, այսինքն տեսնել, թե այդ աշակերտի մոտ ինչն է ավելի լավ ստացվում։ Եվ եթե ստացվում է մի բան ավելի լավ, ուրեմն պետք է զարգացնել, որ դա դառնա լավագույն։ Աշակերտը այսօր մաքուր թուղթ է, որի վրա ուսուցիչը պիտի գրի այն, ինչ որ պիտի ապագայում տեսնի այդ գրվածը։ Եվ շատ հաճախ հայրենասեր, պատասխանատու,
հումանիստ, կարգապահ, բարձր համակարգ կրող մարդ ապագայում ձևավորելու գործում շատ մեծ է այդ ուսուցչի դերը։ Ուսուցիչը պետք է կարողանա այսօր այդ աշակերտին դարձնել այնպիսի անհատ, որը պիտի այս երկրին օգուտ տա, որովհետև այսօր քան երբևէ մեր երկիրը կարիք ունի զարգացնող, այս երկիրը ավելի լավը դարձնող անհատների։ Այդ անհատների շնորհիվ է, որ պիտի Հայաստանի Հանրապետությունը տարիներ հետո դառնա այն երկիրը, որին մենք բոլորս ձգտում ենք։ Տիկին Գևորգյան, մեր հարցազրույցների ընթացքում ես անընդհատ այս հարցը տալիս եմ եւ առիթից օգտվելով դուք կարող եք ձեր աշակերտներին խորհուրդ տալ, թե ինչպես գտնեն մոտիվացիան սովորելու, իրենց կրթական մոտիվացիան որը պետք է լինի։ Իրենց կրթական մոտիվացիան պիտի լինի այն, թե իրենք եթե սովորում են այդ սովորածը գիտելիքը, իրենց ինչ է տալու։ Երբ որ դու ասում ես, որ այս գիտելիքի շնորհիվ, քո ձեռք բերած այս գիտելիքի շնորհիվ, եթե այդ ու սա սովորեցիր, այդ ու սա կարողացար, դու վաղը կդառնաս այն մարդը, որը ավելի բարեկեցիկ կապրի։ Դու կդառնաս այն մարդը, որը ավելի պահանջված մասնագետ է։ Դու կդառնաս այն մարդը, որը ավելի գրագետ ծնող կարող է լինել իր երեխայի համար։ Այսօր ցավոք մեր երեխաները շատ են հեռացել գրքից, շատ են դուք ճիշտ նկատեցիք, որ այսօր զբաղվածությունը նրանց շատ է եւ նրանք այլ հետաքրքրություններ են փնտրում դպրոցից դուրս։ Եվ համացանցը, եւ հեռախոսները, եւ այս տեխնիկական նոր զարգացված իրավիճակում նրանց պարտադրված խաղերը եւ այլն։ Ուսուցչի խնդիրը պետք է լինի այն, որ երեխային կարողանա կապել կրթության եւ դրան ածանցվող գրքի հետ։ Ես իմ պրակտիկայում երբեմն այսպես եմ անում, որովհետեւ իմ աշակերտները պիտի կարդան։ Պատմում եմ որևէ գրքի սկզբնամաս, իրենք շատ ուշադիր լսում են ու ամենահետաքրքիր կետում կանգնում եմ։ Երբ որ ասում եմ «Բա հետո», ասում եմ «Հետո էլ չեմ պատմելու, դուք պիտի կարդաք»։ Բոլորն են կարդում, Տիկին Գևորգյան։ Եթե ասեմ բոլորն են կարդում, այսօր եթե որևէ ուսուցիչ ասի, որ իր դասարանի 30 աշակերտից 30-ը կարդում են, մի փոքր ինձ թվում է չափազանցրած կլինի։ Ես էլ չեմ ուզում չափազանցնել եւ ասում եմ, որ բոլորը չէ, բայց մեծամասնությունը կարդում են, անգամ տղաներն են կարդում։ Եվ շատ հաճախ ուրախանում եմ, երբ որ իմ ավարտած սաներին տեսնում եմ գրադարանում գիրք վերցնելիս, հասկանում եմ, որ այստեղ ինչ-որ չափով իմ լուման կա եւ դա իհարկե շատ ողջունելի է։ Իրենք պիտի փորձեն, ուսուցիչը պիտի փորձի գտնել այն ձևը, մեթոդը, թե ինչպես անի, որ աշակերտի մոտ առաջացնի հետաքրքրություն։ Այդ հետաքրքրությունը առաջացնելու ձևերը, հավատացեք, շատ են։ Լավ ուսուցիչը կկարողանա դրանք գտնել։ Տիկին Գևորգյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար եւ այս ջերմ ու գեղեցիկ զրույցը ունենալու համար։ Ես եմ շնորհակալ Անի ջան հրավերի համար, մտերմիկ զրույց ունենալու, արտահայտվելու հնարավորություն ընձեռելու համար։ Ուզում եմ նաեւ առիթից օգտվել, շնորհավորել մեր ուսուցիչներին, իմ գործընկերներին, նրանց մաղթելով անսպար եռանդ, նոր ոգեշնչում, այն ամենը, ինչ որ իրենք կցանկանան իրենց կյանքում թող լինի, իրենց սրտում թող լինի շարունակի մնալ այն ջերմությունը, որով վարակում են, փոխանցում են դա այդ ջերմությունը իրենց աշակերտներին եւ նրանցից ստանում են, փոխադարձաբար ստանում են նույնը։ Բոլորի ընտանիքներին մաղթում եմ սեր եւ ջերմություն եւ թող յուրաքանչյուր ուսուցիչ լինի այսօր այնքան արժևորված, որքանի որ ինքը արժանի է։ Միանում եմ ձեր շնորհավորանքներին եւ նաեւ մեր հեռուստադիտողներին ու հետեւորդներին հիշեցնում եմ, որ Ցայք հեռուստաընկերության եթերում կրթությունն այսօր ոդկասթն է։ Մենք կհանդիպենք։